Բարև ձեզ։ Օրերս ավելի շուտ 3-ի առաջի օրը ինձ հետ մի հետևորդ կապի դուրս եկավ, վաստակավոր ուսուցչուհի ներկայացավ, արդեն թոշակի, Անահիտ Քոչարյան, եւ մենք երկար զրուցեցինք, այդ կինը շատ վրդոված էր եւ շատ խորը ցավով էր ընդունել այդ նոյեմբերյանի այդ միջադեպը երեխաների հետ տղաների մեջ որ եղել էր եւ խնդրում էր եւ շատ ցավում էր որ դրանք այդ լակոտները այդ պորճածին երևույթները ազատ էին արձակվել եւ չեն կալանավորվել ու մենք երկար քննարկեցինք այս հարցը սրա արմատները ավելի խորն են գնում ինքը տեսեք ես դեմ եմ կալանավորելու օրինակ Ռուսաստանում կան տենց կալանավայրեր անչափահասների համար էլի կալոնյաներ իսպրավիցիլն է այդտեղից ես իրան էլ ասեցի մարդ դուրս է գալիս արդեն կրթված այդ համակարգում էլի ասենց ասած միջնակարգ կրթությունը ստացած քրեական այդ ենթամշակույթի էլի ես դա նույնը Անահիտին էի տիկին ասում որ հետո դուրս է գալու ինքը գնալու է հակառակ ավելի իրենց համայնք այնտեղ դառնալու է ասենց ասած արդեն սեղան են գցելու գլխի վրա դրած ընդունելու են այն քուչի Վարդանիկ Հակոբիկ Աբուլիկ աշոտիկները հագադրելու են ասելու են դու մեր մոտ արդեն բան ես էլի ավտորիտետ ես դրա համար այդ կալանավորելուն ես դեմ եմ այսիան էլ բացատրեցի դա պետքա ավելի սենց զգույշ մոտիկանանք ու ավելի կետային էլի տեսեք ես առաջարկում եմ հենց գլխավոր դատախազին Տիգին Վարդապետյանին Աննա Արփինեին Սարգսյան կարծեմ ներքին գործերի նախարարին եւ մեր վարչապետին որ զբաղվեն այդ գործով այս կինն էլ էր նրանց էր ինձ դիմում որ ես դիմեմ քանզի որ ես ինչ որ հանրային որոշ հարթակ կա որտեղ ում հետ ինքը կարողացել էր կապնվել մնացածի հետ ասում եմ չեմ կարողանում եւ շնորհակալ էր տեսեք ես հիմա խորհուրդ եմ տալիս այդ վիժվածքներին տանել բան տալ հանրային աշխատանք օրինակ 500 ժամ 1000 ժամ հակնեն ինչ որ մի բաճկոններ, մի պետական օրինակ, կատարածու մարդ օրինակ ոստիկանությունից կամ արդարադատության այդ աշխատակիցներից ժամանակով դատարանի որոշմանը սպասեն 500 ժամը կամ 1000 ժամը երբ վերջանում սեկունդամերով պահեն ու օրական տանեն աշխատանքի դրանց տանեն աղբ հավաքելու ու լուսանկարեն ու դա ցուցադրեն ժողովրդին, որ մյուս վիժվածքներին դա դաս լինի։ Դա կարող է իշխանությունը անի։ Այսպես պետք է դրանց այդ հարցը լուծվի։ Այս ձևով։ Նրանց ծնողները, դա նախ ընտանեկան խնդիր է։ Դա ընտանիքի այդ մարգինալ, անմակարդակ ընտանիքի դաստիարակություն ստացած վիժվածքներն են դրանք։ Որտեղ նույնը տանը կարող է հայրը մոր վրա ինքնահաստատվի, գտնի ինչ որ մի քանի թույլ մարդ ում վրա ինքնահաստատվի։ Ես դա իմ կյանքի փորձով շատ եմ տեսել։ Այս կինը նույնը պատմում էր այնց խորհրդային այդ դպրոցներից եկող դեռ ինքը խորհրդային ժամանակներ, ես էլ եմ խորհրդային ժամանակ սովորել։ Ես գիտեմ թե ոնց էր այն ժամանակ։ Այդ վիժվածքները միշտ հավաքում են իրանց կողքավելի թույլերին ու նրանց մոտ։ Իսկ ես միշտ հաղթանդամ եմ եղել ու ինձ հետ ես ոչ մի ձևի այդ հիմարներին երբեք չեմ ընդունել ոչ մեկի թիմի կամ շայքի մեջ կոդլի մեջ չեմ եղել ագարակը իրանք են վրա փորձել մի բան բայց չեն կարողացել ուժս ավելի շատ է եղել բայց կան մարդիկ որ թույլ են չունեն այդ ֆիզիկական տվյալները դրա համար դրանց ծնողներին տեսեք մեկի ծնողը բանում էր ինչ էր որ քրեակատարողական հիմնարկում էր աշխատում նա պետքա պետական աշխատանքից զրկվի նա ոնց կարող է նորին դաստիարակի երբ որ իր տանն է դաստիարակում Եվ խնդրում եմ ես իմ եթերը տարածեք ոչ թե մենակ նայեք
կամ լայք դրեք, տարածեք, որ սա հասնի որտեղ որ պետք է։ Սակայն ես գիտեմ, որ ինձ հետևում են։ Ես տեսեք, չպետք է ընդհանրապես, եթե ձևի բանի մեջ տեսնում են ինչ-որ երեխաներ, ասենց հայտնի է դառնում, նրանց ծնողները պետք է զրկվեն պետական աշխատանքից, յուրաքանչյուր պետական աշխատանքից։ Որտեվ ոնց կարող, եթե նրանք մի հատ բիճ չեն կարողանում դաստիարակեն նորմալ, ոնց կարող է պետական ինչ-որ պետության շահը պաշտպանեն կամ պետական խոսքը հասցնեն ուրիշներին, օրենքը։ Մյուսը բարոյական վնասի փոխհատուցումը երբեք ոչ մեկ չի արգելել։ Ես հիմա դիմում եմ այդ դուժած ընտանիքին, տեսեք, ես լսեցի հոր կոչը, որ պետք չի տարածել, TikTok-ում ասում են շատ է տարածվում այդ ամեն ինչը, Telegram ալիքներում, բայց վնասի փոխհատուցում կա։ Խնդրում եմ, մեր իրավաբաններ կան, փաստաբաններ, դուրս եկեք այդ ընտանիքի հետ կապի, հայց ներկայացրեք դատարան, բարոյական վնասի փոխհատուցում։ Թող այդ բոլորով իրար հետ կամ ոնց է կատարվում, ահռելի տուգանքներ նշանակի դատարանը այդ ընտանիքին։ Որ մյուս անգամ հետագա բոզզի վաստակները կներեք արտահայտությանս, ուրիշ համապատասխան բառ չկա։ Այդ քայլին գնալուց մտածեն, ասեն, մենք տունը հաց չենք ունենա ուտելու, եթե սենց բան անենք։ Դրա համար բարոյական վնասի փոխհատուցումը եւս կարևոր բան է։ Եվ դրա համար դիմում եմ հենց էլի դատախազին, գլխավոր դատախազին, ներքին գործերի նախարարին եւ վարչապետին։ Այդ ոչ բարով, որ ամբողջ սենց ուշադրությունը գրավում են տերտերացավին, մի պորնիկ տերտերներին փոխում են մեկ այլ պորնիկ տերտերներով, սենց բենթլի տերտերներով։ Հասկանում եք, փոխարեն հանրության դաստիարակությամբ զբաղվեն։ Դպրոցներ են սարքում, բայց այդ դպրոցների մեջ գալիս են այս ենթամշակույթը կրող վիժվածքներ։ Այս ենթամշակույթը, լսեք, մարզերում դա այնտեղ կրեդո է, կյանքի օրենք է։ Ես օրինակ մի բան ասեմ, Ռուսաստանին այսքան դուք փնովում եք, չէ՞։ Բայց Ռուսաստանում գողական ենթամշակույթը դա էքստրեմիստական է ճանաչված, արդեն հələ վաղուց, շատ վաղուց։ Իմիջիալոց, այն անասունները մեր մոտ որ կան, Վասմիկանեշնիկի սենց ֆանատները, դուք միգուցե նարդի առնեք Վասմիկանեշնիկով, գաք Ռուսաստան, օդանավակայանում տեսնենք կամ ինչ-որ միտեղ, միանգամից ձեզ էքստրեմիզմի քարոզի համար կալանավորեն, որպես էքստրեմիստի, այդքանը իմացեք, հայի գեն կրող անասուններ ու գողական ենթամշակույթը կրող հետ։ Եթե դուք գաք ռուսական ինչ-որ ծովապ, օրինակ Սոչի կամ բան կամ Տուապսե, Մուապսե այդ կողմերը դնեք սենց Վասմիկանեշնիկներով ձեր ինչ-որ սենց միտեղ նակուլկա ունենաք, կրգին գնում եք էքստրեմիստի հոդվածով, կալանավորվում եք։ Ձեկ Ռուսաստանում ես կան լավ օրենքներ էլի, որ սենց։ Օրինակ Ռուսաստանում երբեք են ինչ էր նարեկեր, մեկել ուազ գենեն։ Սերժիկ ջուտերը որ կային են, որ կալանավորեցին են, MNM էին, ինչ էին։ Օրինակ Ռուսաստանում գործող ինչ-որ մի բլոգեր է դրանց նման, էլի։ Նստեր, գողական ենթամշակույթը քարոզեր, որ դա լավ ինստիտուտ է եղել, որը փողոցներում կարգ ու կանոն է պաշտպանել, լսեք, միանգամից այդ բլոգերները գնում դառնում էին բան, գաղութի աբրանք, տեղում մի 15 տարին մխում էին վրեքը էքստրեմիզմի քարոզ ու մտցնում են հերու տեղերն էին տանում, էլի ցուրտ, որտեղ ինտերնետը չի բռնում։ Այսա Ռուսաստանն է, բայց Հայաստանում այդ վիժվածքները, այդ պորճացին, այդ թուլեկը, նստած էդ էին քարոզում ժողովրդին։ Մեզ մոտ ոստիկանապետին մի հատ կնիկ կանգնում, ասում է, որ այ որ գողականները գնացին, ձերպես բոզերը, ու սա ասում է ոստիկանապետին ինչ-որ մի կին։ Ու այդ ոստիկանապետը այդ կնոջը չի կալանավորում կամ չի տանում ինչ-որ մի հատ ուղեղը չափելու։ Այս հայա մեր մոտ այդ ենթամշակույթը, որի
հիմնադիրներից հենց եկան հենց այն 90-ականներից, երբ որ այդ խելքի մարդիկ բարձրացան իշխանության, այդ եղավ երկրի վերջը։ Այդ պետք է լիներ էլի, որ սաշիկ ունենայինք, գողագան, ճշտի, նրա տղեկը, բանը, Սերժը, Քոչարյանը մի քիչ բան էր էլի, սենց էլի, բայց դրա համար սա լուրջ խնդիր է։ Այս երեխաներին, այս նոր սերունդը ճիշտ դաստիարակելու։ Օրինակ ես հիմա դիմում եմ հենց Մարինա Պողոսյանին, ես չգիտեմ համարը ունեի, բայց կորցել եմ։ Ես կկապնվեմ Մարինա Պողոսյանի հետ, իրավապաշտպան աղջիկա, որ ավելի այն հակակոռուպցիոն ծրագրերը ունի, այդ հաղորդում ունի, դիմում եմ հենց իրան, հասցեք, տեսեք, ինչ որ շուն կատու է լինում, մեկը վնասում է կամ հալածում է, ինքը բարձրաձայնում է։ Ես էլ եմ դրան դեմ, ես էլ եմ միշտ քննադատել, բայց հիմա այս վիժվածքներին, այս 5 հոգին պետք է մնան, օրինակ Մարինա Պողոսյան, ձեր ուշադրության կենտրոնում, թե ինչ է նրանց սպառնում, թե ինչ պատիժ են նրանք կրելու։ Եղավ։ Հենց որ Մարինա Պողոսյան, հետևողական եղեք, հետևեք այս գործին, բարձրաձայնեք, ու էլ եմ ասում, բարոյական վնասի փոխհատուցում, թող օրինակ դատարանը 10 միլիոն այդ ընտանիքների վրա տուգանք դնի, որ չկրկնվի, չպետք է կրկնվի։ Օրենքը սա չի արգելում բարոյական վնասի փոխհատուցում։ Նրանք անչափահաս են, հայրը պատասխանատու է որդու համար։ Որդին հոր համար պատասխանատու չի, տեսեք դա նույնիսկ Սուրբ գրքում է գրված։ Բայց հայրը պատասխանատու է, դրա համար պետք է կրեն պատասխան, որ դաստիարակել են այդ ձևի զիվաստակներ, որ մյուսները էլ չդաստիարակեն, որ մյուսներին դաս լինի, երբ որ դատարանը հրապարակի վճիռը փոխհատուցել օրինակ 10 միլիոն դրամ, 20 միլիոն դրամ, չգիտեմ, ինչքան դատարանը կորոշի։ Փողը պետք է մեծ լինի, որ նրանք այդ պատիժը կրեն մի քանի տարի, վճարելով այդ ընտանիքին բարոյական վնասի փոխհատուցում։ Այսա ճիշտ կլինի։ Իսկ մեր մոտ մենք տեսնում ենք, մեր մոտ համացանցում մի պահ խոսվեց սա, ինչպես ինչի մասին այդ շատ էր մտահոգված Տիկին Անահիտը, որ բոլորը էլի թեքվում են, տերդերներից են խոսում, եկեղեցուց, բայց այս օրհասական խնդիրը առաջի էջից մի անգամից մի պահ խոսացին եւ իջավ։ Սրա պատճառը նա է, որ լսեք, ես ինքս ականատես եմ եղել, երբ որ ոստիկան կար, ազգային անվտանգության ծառայակից կար, արա գալիս էին, գողագանների հետ, պաչիկներով, լնդերով իրար պաչպչվում էին, արա։ Մի մարդ, որ դու օրենքի պաշտպան ես, նա քրեական անցյալ ունեցող մարդ, էլի։ Այդ մշակույթին ջադագող, էլի։ Ոնց կարող է լինի դա, նույնը ոստիկանն է, նույնը դպրոցում կան ուսուցիչներ, դպրոցի տնօրեններ, լսեք, չպետք է լինի դա։ Բայց այդ մշակույթը, այս տեսեք, ոսկրացած է, պետք է այդ ոսկորը կոդրես։ Հասկանում եք, սենց պետք է լինի։ Ես էլ եմ ասում, մեր սահմանադրությունը տվել է մարդկանց դավաlanքի ազատ իրավունք։ Լսեք, ուրեմն այդ խելագարներին դավաlanք մտածեք, գողագան, ենթամշակույթը սարքեք դավաlanք, ունեն ընդեղ մի հատ բան, իրանք ինչ այն, վասմիկանեշնիկ, տեսեք, այդ իրանց սիմվոլն է, լսեք, սարքեք մի հատ ընկերի բան, կազմակերպություն, թող գնան այդ դավաlanքով զբաղվեն, թող մարդիկ օրինակ աշխատանքի մտնելուց ռեզյումեում գրեն, դու գողագան այդ սեկտայի մեջ կաս, առաքելական եկեղեցի է, գողագան ես, ինչ ես, աթեիստ ես, լասա մարդի մանա, այս սրանց դեմը առնել է պետք։ Սրա մեղավոր են եկեղեցին է մյուսը, ամենամեծ մեղավորներից մեկը։ Դուք որ նայեք բոլոր գողագանների
գերեզմանակարերի վրա խփածը 3 հատ Հիսուսի արտետ խաչել են Հիսուսը ու կողք 2 ավազակ սա իրանց բանն է մխիթարանքն է սա իրանք փառաբանում են այս ձև տեսեք ասում են Հիսուսը խաչվեց 2 օզի տղու կողքը արանքում ավազակի Դրա համար եկեղեցին տերդերը ամենամեծ քիփընկերն է բանին գողականին երկուսը չպետք է փսակվեն այ կարևորը տես համ տերդերը չպետք է կուսագրոնը լինի ամել գողը զագոննի գողը ճշտի ասպետը երկուսը էլ ասենց թագադրվում են դա գահադրվում է աստու Պետրոսի կամ Հիսուսի գահնազանց վրա ուրիշ գահ են դնում տեսեք ինչ նման են իրար Այս ենթամշակույթը հենց մեկ ընդ եկեղեցին է մեղավոր, որ իր համայնքներում սենց բան կա։ Եթե ինքը, տեսեք, չընդուներ այդ ենթամշակույթը, չթողներ գողականը մտնի եկեղեցի։ Չթողներ։ Նզովեր այդ ենթամշակույթի կրողներին այդ մարդկանց։ Ախր դրանք բորենիներ են, դրանք թույլի վրեն իշխանություն ունեցող, գտնում են թույլ մարդու 5 հոգով արձակվում վրեն։ Այ ինձ հետ չեն կարողանում, ինձ փորձում են, տեսեք, ես որ ուժս տեղն է եղել, գիտեմ, որ առանձին որին է բռնեմ, իրանց մամայի բարեմաստությունները կդրեմ իրանց աչքի դիմաց։ Բայց եթե մարդ թույլ է լինում, ինքը չի կարող իրան պաշտպանել, նրա դեմը սենց այռուց են կդրում զիվաստակները։ Եկեղեցին է մեղավոր, ամեն գյուղի եկեղեցին է մեղավոր։ Այդ նույն համայնքը, որ եղել է նոյեմբերյանի, այդտեղի հոգևորականն է մեղավոր։ Չպետք է դրանց համար դուռը պետք է փակվի։ Բայց նայում եք ինչ, բոլոր գողականների մեջքերին ունեն խաչեր խփած, համ Վասմիկանեշնիկ, համ Նակոլկայետ, գերեզմանակարերին հետ, ու իրանք տես ամենակիփն են իրար հետ։ Դրա համար ես դարել եմ աթեիստ, հələ ոչ նրանց եմ հավատում, ոչ նրանց։ Այ հիմքը ստեղից այս sense պետք է դաստիարակվի։ Հոգևորականը պետք է իր ուղեղը փոխի, որ չգնա դառնա գողականների սեղանի զարդ, էլի որտեղ ինչ գա։ Նայում ես Ամերիկային տերդերները գնում են մյուս գողականների նստում իրար, աննասունի դեմքով նկարվում իրար հետ։ Այսօր այդ նույն ենթամշակույթը տիրում այն Սփյուռքում։ Ինձ Ամերիկայից որ զանգում են գլենդելում ինչա, ինչքան չստացված գողեր կան լցվել են այնտեղ արա։ Ռեկետ, մեկետ, հայ վրեն ես, հայ իրար գզեն, իրար վրա թավան դնեն, իրար վրա ինչ-որ նալոգներ դնեն, իրար կրակեն։ Ինչի չեն գալի Ռուսաստան։ Մամմաները, բայց դեսեք լեցվում են գլենդել։ Ձեր հետ համ գողական են, համ դաշնակ են, համ հավատացյալ։ Այս սրա վերջը, այստեղ է սրա, շան գլուխը թաղած, արա։ Իսկ տիկին Անահիտին էլ ես ասում եմ այդ կինը այն ձևի վրթոված էր, այն ձևի ցավը տանում էր այդ ընտանիքի հետ, այդ երեխի հետ որ եղել է, իր տեսածներ հիշում, իր անցածը որ առաջ եղել է այդ նույնը ինքը պատմում էր դպրոց, որտեղ նույն ասում է ուսուցիչը, տնօրենը շատ լավ հարաբերություն ուներ նույն քրեական այդ տեղինակությունների հետ։ Նրանց երեխաների նկատմամբ այդ վարքը, բարձր գնահատականը, որ ինքը իրանց ստիպել են դնել, նրանց ավարտացնել, էլի, այն ժամանակ 19 դասարանում կարող է մնային, էլի։ Այդ կինը պատմում էր, թե ոնց է եղել։ Ու հավատում եմ այդ ամեն ինչը եղել է։ Ես չեմ մոռանա, որ մեր դպրոցում են գողական, այդ կարծեմ այդ գող Բարիսի տղեն ծեծել տվեց բանին։ Մասիվից գող Բարիս, այ աշխարհագրության դասատուին։ Ինչ որ նրանց ոտավորները ծեծեցին։ Այսպես դասատու էր Քիշմիրյան։ Այս է իրականությունը մեր, այս սրա դեմը պետք է պայքարենք։ Դրա համար Տիկին Անահիտ, ես ձեր խնդրանքը ոնց որ կատարեցի մեկ օր ուշացումով, ես էլ զբաղված էի, չկասրեցի։ Երևի բավարար ձևով կարողացա սենց ներկայացնեմ այս խնդիրը։ Կխնդրեմ ժողովուրդ ջան, տարածեք, դժվար չի սա, տարածեք, որ հասնի բոլորի ականջներին, որ մարդ ամաչի լինի գողական։ Գողական լինելը պետք է ամոթ լինի, դա պետք է լինի մարգինալ, դա պետք է համարվի, տեսեք, աղանդ ինչ-որ, սեկտա աննորմալների, էլի, դրանք պետք է լինեն ինչ-որ, մի խոսքով, էլի,
Հայ աղջիկը չպետք է հրապուրվի այդ կարգի փոզի վաստակներով, որտեվ իմացի երիտասարդ աղջիկ վաղ այդ քո ամուսին այդ գողը ոչ մի բան չի անելու, նստելու է բազմոցին, իսկ դու գնաս հավաքարար աշխատես, որտեվ իրան պալոշ չի լինելու ինչ որ միտեղ աշխատելը, ոնց ինքը մեկի դեմը աշխատի։ Այս ականջի սողալա, հայ կին, հայ աղջիկ, հաջողություն ու շնորհակալություն։